Free News-ի եթերում լուրերից դուրս հերթական միացումն է Մադրիդ, որտեղից ինձ կմիանա Գրիգոր Գրիգորյանը։ Բարև Գրիգոր ջան։ Աստծո բարին, Գագի ջան, ձեզ եւ բոլորին։ Անցած շաբաթը իհարկե մտածված բաց թողեցինք, որ մի քիչ էլ տեղեկատվություն կուտակվի եւ պատկերացրա բավականին շատ տեղեկատվություն կուտակվեց, այսինքն հայաստանյան զարգացումները բավականին տեմպով են, սկսած ներքաղաքականից վերջացրած նաև արտաքին քաղաքականությամբ։ Ամենակարևորը մենք հասկացանք, որ Հայաստանը գոնե թե այս շրջանում, այս գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ռուսական սանկցիաների պարագայում, ինչու ոչ կարող է նաև դիմակայել, կարող է նաև, ոնց որ ասած, իր հարցերը լուծել եւ փառք ու պատիվ մեր ժողովրդին կարողացանք եւ նույնիսկ ասենք այն աստիճանի որ կարող ենք ասել շնորհակալություն ռուսներին։ Հա, իհարկե, դրա ժամանակներ է գալու։ Որովհետեւ ինչը որ պետք է անեինք տարիների ընթացքում մեզ ստիպեցին անել մի իհարկե Եվրոպայի օգնությամբ մեզ ուղարկեցին մի այնպիսի շուկա քանակությամբ ասենք սպառողի 450 միլիոնանոց շուկա ուղարկեցին մեզ։ Որ եթե Հայաստանը ամբողջ իր արտադրանքը ուղարկի Եվրոպան այդ ամբե ինչ որ մենք ուղարկենք սպառում է մի ժամում Եվրոպան։ Պատկերացրու։ Այո։ Եթե ես իսկ մեզ նենց էին ուղեղներս կերել, որ մենք առանց իրանց ասենք ոչ մի քայլ չէինք կարողանալու անենք, էլի։ Հա, ընդ որում չէինք կարողանալու։ Ու նույն ձևով էսա գազի հարցն է լուծվելու Գագի ջան, ավելի լավ կարծես սպասում։ Չնայած ես չեմ հավատում որ Ռուսաստանը գազը պագի, բայց այդ հարցն էլ կլուծվի, հաստատ։ Այդ թվաբանությունը իլյուզիաներով չենք ապրում, էլի, ասենք ռեալ ենք խոսում, որ իրոք դրանք լուծվող հարցեր են իրոք։ Այդ թվաբանությունը ես էլ կարդացի։ Ես էլ այդ թվերը կարդացի ու շատ տպավորիչ է, այո, այսինքն եթե մենք մեր ամբողջ գյուղատնտեսական արտադրանքը, հա, այս ամառվա աշնան արտահանենք Եվրոպա, լավ, Եվրոպայի պետքա մի օր այդ ամեն ինչը սպառելու համար, չէ՞։ Ու չմոռանանք, որ նաև ունենք արաբական շուկան։ Հա, եւ արաբական շուկան էլ շատ հետաքրքրված է։ Եվ այստեղ գիտես ինչ, մի շատ հետաքրքիր հանգամանք էլ կա, էլի։ Սա ստիպելու է մեր հայ ֆերմերին, հայ գյուղացուն ավելի տեխնոլոգիական լինել, ուշադրություն դարձնել որակի, ստանդարտների վրա, ասենք, եթե ասա Գրիգոր ջան։ Գիտես ինչ կլինի, շարունակեմ միտքդ, այդ որ ասում են խելացի ֆերմաներ, ասենք, գիտես ինչ, կոնկուրենցիայի դեպքում միշտ որակը լավանում է։ Այսինքն Ինչ է տեղի ունենում։ Եթե դու տեսնում ես, դա բնական է, այդտեղ արդեն բանի հարց չի, էլի, այն ինչ են ասում, Nvidia նախանձի բան չի։ Դա առողջ մրցակցություն է առողջ, որ դա նորմալ բան է։ Եթե տեսնում է, որ իր հարևանի արտադրանքը գալիս են օրինակ սենց ասենք, մի քիչ կգիտես ոնց, տեխնիկական ասենք բանի լեզվով խոսանք, ժողովրդի։ Պատկերացրա, ես ու դու նույն հողամասն ունենք, իրար հետ բան ենք արտադրում։ Մեկ էլ դու մի օր տեսնում ես մի հատ եվրոպական ինչ-որ ճանաչված, անուններ չտանք, ճանաչված ֆիրմայի ֆուրը գալի կանգնում է ու իմ հողամասից բարձում տանում են այդ ամեն ինչը։ Մենք երկու հարևան ենք, լավ հարաբերությունների հետ, ասում եմ, ես ոնց է, այս քոնը գնում է, իմը չի գնում, դե ասում ես, ես ինչ քայլերն եմ արել, որ գամ ես որակին։ Եթե դու պատրաստ ես այս որակը տալու, ես կարող եմ քո այնքան շատ են ուզում, որ ես ինքս չեմ էլ հասցնում։ Ու իրոք տենց արնելու, ասենք, որ ծուռնստենք դուս խոսանք, ոնց որ ասում են, Հայաստանը հնարավորություն էլ չունի բավարարի այդ քանակները, Գագի ջան, այնպես որ ինչքան մեծ մրցակցություն լինի հարևանների միջև, այնքան լավ է լինելու բոլորի համար։ Երկուսի համար էլ որակը բարձրանալու է միշտ։ Միշտ ես իմ անձնական փորձով ասեմ, ես միշտ իմ սենց ասեմ, իմ օբյեկտները միշտ վերցրել եմ այն տեղերում, որտեղ որ շատ են։
ասենք խոսքի գերադասում եմ աշխատեմ այն հրապարակում, որտեղ 10 հատ բար կա, 10 հատ ռեստորան Հա, ու մրցակցություն 11 էլ կա։ եմ ես։ Այո, որ դա ինձ ինքստիմյան ինձ ստիպում է անել այն ինչ որ անեմ մնես բան, որ կարողանամ, որովհետև գիտես խի, որտեղ այդտեղ արդեն ես հաճախորդ ման չեմ գալի, հաճախորդները իրանք կուտակվում են այդտեղ։ Այսինքն ես պետք է անեմ մնես մի բան, որ ես կարանում գերեմ նստեմ։ Հիմա նույն բանը, մրցակցությունը որ լինի որակի, այդտեղ բնականը արդեն լինելու է որակը։ Ու բնականաբար էլ եմ ասում, ու այսօր ախր ամեն ինչը համընկնում է, Աստված որ մի բան ուզում է անի, մեկը մեկի հետևից չէ, ասենք լավ է, նա հիմա համընկնում է այս Տրամփի ճանապարհները բացվել է, այս ընթացքում ավելի փորձ կվերցնեն, բայց ինչպես դու ասեցիր, Գագի ջան, արժանին մեր ժողովրդին, արժանին, իրոք որ ոնց նայում ենք, ճիշտ է, բոլոր ֆերմերներից տեղեկություն ինձ թվում է չունենք, բայց մեծամասնությունը ցույց է տալիս, որ բոլորը մեծամասնությունը, բոլորը չէ, պատրաստ են գերադասում են պայքարել, որպիսի իրենց ապրանքը գնա Եվրոպա։ Ու դա ոչ թե նրա համար, այլ այսինքն ուզում են դառնան անկախ, լծի տակ չլինեն, էլի, իրանց ապրանքը վաճառելու համար։ Ինչ խոսում են գալիս են ազատության, էլի, որ մարդը նույնիսկ իր առևտրի մեջ մարդը ուզում է ձգտում է, որ ազատ լինի ինքը։ Մի օրինակ էլ բերեմ, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը Երևանում էր գտնվում, չէ, վերադառնում է Բրյուսել ու իր հետ տանում է տեսել ես, չէ։ Այդտենց ռեկլամ աշխարհում որ ախր որ միլիարդներ վճարի։ Աշխարհին ցույց է տան։ Հա։ Այո։ Եվ ընդ որում ինքը շատ հետաքրքիր բան է, ինքը նաև դիվերսիֆիկացիայի օրինակն է ցույց տալիս այդ կինը։ Փառք ու պատիվ իրեն էլի, այսինքն տարել է ծիրանը, ծիրանի կեսը հասել է, այդ նշանակում է ինքը լավ ծիրան է տարել, այլ ոչ թե այն կիսացոգոլ վիճակում։ Ապրես, կեցես, եղբայր, կեցես։ Շատ մանրակրկիտ բացատրել, շատ մեծ մարքեթինգ կա, նայ։ Եթե ուշադրություն դարձնես, դե մենք հայերս ու բան ենք, չէ՞, մի քիչ կոպիտ ասած սիրում ենք, որ ասեն մեր ամենալավն է, նայ։ Ոչ ոք չի կասկածում, ոչ ոք։ Գոնե ծիրանում գիտենք, որ աշխարհում ամենալավը մեր ծիրանն է, չէ՞։ Բայց այդտեղ արդեն մարքեթինգը այնքան ուժեղ արած, որ նայ, նույնիսկ ասենք շատերը սպասում էին, որ ասենք Կոսը պետք է ասեր աշխարհի ամենալավ ծիրանը, բայց այդտեղ մարքեթինգի հարցը հասկանում ես, ինքը իրավունք չունի նախ այդտեղ ասենք չի կա, որովհետև ինքը ներկայացնում է եվրոպական շուկան կոպիտ ասած, չի կարող, բայց իր քայլը արդեն ցույց է տալի, հետո նա ինչ է ասում է կեսը բաժանեցի իմ գործընկերների մեջ, չէ՞, այսինքն ինչ արել, այդ մարդկանց բարելացրել ուտելու գեղեցիկ ծիրանը, հələ ինչ կա էլի աշխարհում, որ մենք միջև այսօր ասենք չենք փորձել դա, ինչ հնարավորություն է, ու մի քիչ sense այն որ ասենք տնավարի խոսանք էլի ոնց է եղել, հիմա նայ, այդ ուտողների մեջ ասենք կլինեն հանձնաժողովի անդամներ, եսիմ չէ, ասենք շատ է շրջապատը ինչ կլինի իրանց։ Բնական է, որ հենց եկանք ալի հասնենք մեր այդ ասած ոնց սկսեցինք հաղորդումը, որակը այն աստիճանի է, որ դու եթե մի լավ բան մեկին ներկայացնում ես, անհնար է, որ բան գիտես ոնց անտարբեր անցնի դրա նկատմամբ։ Ու դրան էլ գումարած հələ մի հատ էլ մուրավայ է սարքելու։ Ջեմ, ինքը ավելի հայավարի է գնացել, ինքը ջեմ է պատրաստել։ Բաներն էլ բանկեկն էլ որ նկարներն են ուժեղ էլի որ ասենք շատ ուժեղ մարքեթինգ է։ Էդի մեզ էլ էր ակնարկ։ Ժողովուրդ ջան, մի բավարարվեք միայն թարմ ծիրան արտանելով կամ թարմ միրգ արտանելով։ Դուք ունեք նաև այնպիսի որակի ապրանք, որ կարող է ինքը ջեմ դառնա, մուրաբա դառնա, այդ տեսքով էլ կարող է գնա նույն, ասենք, Եվրոպան։ Եվ ես վստահ եմ, ովքեր որ փորձել են այդ ծիրանը, ովքեր որ փորձել են այդ ջեմը, իրականում հիացած են մնացել եւ ես մի դրանում ես էլ եմ ասում, Գագի ջան, նա ասենք այդքան գովում են,
Ես գիտես ինչ, ասեմ անկեղծ էլի իմ կարծիքը, տես ասենք հանքային ջուրը, ջերմուկը, ես իրոք ստեղ կան, ասենք հանքային ջուրեր կան, իհարկե կան, որ կան, ասենք ոչ մի բանով չեն զիջում, էլի հայկականին։ հա։ Կան, մենք սովորել ենք, գիտես ոնց, մեզ ախր այդ անտենները այնքան փակ են պահել այդ 70-80 տարիների ընթացքում, որ մենք միշտ իմացել ենք, եթե մեր ջերմուկը գնում է, ասենք բան, Մոսկվա ուրեմն ամենալավը մերն է եղել, բայց Ծիրանի խիշը խոսքը մենք այսօր Ծիրանից ենք խոսում, Ծիրանի ընդհանրապես մրգերի ու բանջարեղենի հարցով ես կարող եմ ասել, որ մենք համաշխարհային լիդերներ կարող անենք որակով։ Ասենք 3-ի մեջ հաստատ կլինենք Աղիջան։ Ծիրանը կարամ ասեմ առաջինը, ու մնացած բանջարեղենի, դեղցի, ասենք այտենց մրգերի բանի մեջ դե մեր գյուղատնտեսական ապրանքների անարած, ասենց ասենք, որակը շատ ուժեղ է, էլի, դե ջրից է դա բնական ասում Իհարկե, են։ ջուրը, բայց ասում են, որ արևը, այո։ պտուղը ջրի պատճառով է, էլի, որ շատ լավն է։ Եվ Եթե գարեջուրը ջրի պատճառով է համով, դե բնական է, միրգ ու բանջարեղենն էլ կտած պիտի լինի։ Ես մի հարց ունեմ քեզ, Գրիգոր ջան, նաև որպես Իսպանիայում ապրող, բիզնես ծավալող, ակտիվ մարդ, Facebook-յան օգտատերերից մեկը, որը, եթե չեմ սխալվում, Գերմանիայում էր ապրում, նկարագրում է եւ նկարել էր այդ լուսանկարներ էր գցել այդ իր էջում, որ տեսեք իսպանական ծիրան ա եկել Գերմանիա ու շատ համով է, եթե չեմ սխալվում, անգամ ասես չի զիջում հայկական ծիրանը։ Չէ, ես էլ տեսա, չէ, ես նույնիսկ ուզում էի դրա տակ ասեք բանը պատասխանել, չէ, Գագի ջան, ես քեզ սենց ասեմ։ 20% նա ինչ եմ ասում, համեմատ եմ էլի, որովհետև ասենք, դա արդեն իմ բնակավարից է Գագի ջան, ես կարամ այնպես բաներից խոսամ, որ սենց ասեմ, Իսպանիայի ամենավորակով համեղ ծիրանը, որ ասենք, համեղ ծիրանը մեր ծիրանի համեմատական կգա 20%-ը, դες ասում եմ, կեսն էլ չի գա։ Նայ, ասենք, կան ծիրաններ, որ նայում ես ես գույնը ուշկատ, իրոք դրոշի մեր, հերա դրոշն է դիմացել, իրոք դրոշի ծիրանագույնն է, էլի են դեղինը չէ, են նարնջագույն ծիրանագույնը, որ սես կա, նայում ես ուժը պուտը, սենց Գագիկ վերցում ես ձեռը, քանի անգամ եղել է դաժենկերներից ուղարկել եմ, ասել եմ, հələ նայեք արա ինչ, նայեք էլի ինչ բան, հենց կծում ես, Չէ, Այնտեղ մեկը լավ էր գրել էր շլորի համունի ծիրանը։ Հա, համեմատելու չի, ես քեզ էլ եմ ասում, լուրջ եմ ասում, համեմատելու չի, եթե խոսում ենք ծիրանից։ Նայ սենց ասեմ, դեղցը, իսպանական դեղցը, մի 70% մոտիկ է մեր դեղցին, դեղցը, բայց ծիրանը համեմատելի չի։ Նույն ասեմ, հակառակը իսպանական գիլաս, բանը, գիլասը, բալեն աս, գիլասը։ Կերասը։ Ասենք, կարամ ասեմ հայկականից լավն է։ Ամեծությամբ։ Իհարկե։ Դե ասենք պատկերացրա, մենք գիտես ինչ բանը, շլորի չափա, առաջ չափա հասնելու։ Ու հատուկ զոնա կա, կասերեսում մայիսին է ստեղ բանանում, հեսա մայիսից սկսում է հունիսի վերջ միջև, ասենք ահռելի համով է, էլի մի ուրիշ ձևի։ Բայց մնացած ասենք պամիդոր, վարունգ, մերքերը, խնձորը ասենք դե խաղողի մասին խոսք չկա։ Ստեղի խաղողը շատը ինքը սեղանի սորտը շատ քիչ է։ Ինքը հիմնականում դե գիտես արդյունաբերական է, հա։ Արդյունաբերական, հա, գինու համար են խաղողները։ Խաղողն էլ համեմատելու չի հայկական խաղողի հետ։ Բայց դե եմ ասում, ծիրանը կոնկուրենցիա չունի ընդհանրապես։ Համեմատելու բան չի։ Ոնց որ իսպանական ֆուտբոլը հայկական ֆուտբոլի հետ համեմատես։ Ահա, շատ լավ։ Այդտենց հայկական ծիրանն էլ մենք էլ համեմատենք իսպանական։ Այսինքն այստեղ գրանտը մենք ենք արդեն, հա։ Ահա, ոնց, իհարկե, դրանում դեռ չունենք բան, կոնկուրենցիա չկա։ Համոզված եմ, որ չէր ասել, ով էր ասել, որ բանը ծիրանը ոնց որ մեղր լինի մեր հայկական, երկու հատ չես կարողանում ուտես այնքան քաղցր է։ Հա, իհարկե։ Ստեղ ես քաղցր ծիրան չեմ կերել, ծիրանը թթուի է ստեղի։ Էլ համի մասին չեմ ասում, հոմեյան Չէ, համը չկա, դե ես էլ եմ ասում, ես իմ ապրած կյանքում մի համեմատական Իրանի ծիրան եմ կերել, Իրանից, պարսկական, որ նման էր հայկականին, նման էր։ Ուրիշտեղ չէ, որտեղ որ փորձել եմ,
Ոչ միտեղ նման բան չկա։ Պատկերացնում ես ինչա մեր ծիրանը 20 րոպեա մեր ծիրանից ենք խոսում։ Իհարկե։ Դե գիտես Ես կատակ լուրջ, կատակով լուր ամեն տարի բանի մարտի 8-ին ու ապրիլի 7-ն է, չէ՞, հիմա կանանց բանը տոնը։ Ես միշտ ասում եմ, եթե իմ անձնական կարծիքն է, էլի Գագիկ ջան, ասում եմ, եթե հայ ազգը գլուխ գովալու մի բան ունի իր ամբողջ պատմության մեջ, իմ համար դա հայ կինն է ու ծիրանը։ Որ նմանը չկա, էլի։ Մնացած ամեն բաներում Գագիկ ջան, ամեն համ հնարամիտության մեջ կունենանք նման ուրիշ ազգ, համ սպորտում, համ ամեն ինչում, բայց իմ անձնական կարծիքն է, հայ կինը ու հայկական ծիրանը դրանք անփոխարինելի բաներ են, չունեն երկրորդ աշխարհում։ Հենց որ արժանի է ծիրանը։ Եվ ակնհայտ է դառնում եւս մի հանգամանք, որ Հայաստանը այս արդեն էլի արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ Հայաստանը իրականում շատ կարևոր երկիր է տարածաշրջանի ու ոչ միայն տարածաշրջանի համար ակնհայտ է դառնում, չէ, եվրոպաշտոնյաների այցերը, անընդհատ անդրադարձերը բոլոր մեր հայաստանյան թեմաներին, եվրոպացիների այս արագ արձագանքը, այսօր արդեն Հայաստան է եկել եվրոպական ծանր ականազերծող տեխնիկան, որը որ մի շատ կարևոր մի հրաշք բան է, որովհետև ինչքան էլ մեր սակրավորները լինեն վարժ, կրթված, ամեն դեպքում փորձանքը այս մեքենայի համար մարդկային կյանքը անհամեմատելու բան է, իհարկե։ Եվ այդ մեքենան արժենա, օրինակ եմ ասում, 10 միլիոն 16 միլիոն ասենք արժեր այդ մեքենան, բա իհարկե։ Բայց մարդկային կյանքից տանք չի, իհարկե։ Այդ դրանով էլ գիտես ինչ է ապացուցում, որ մարդու կյանքը արժեքը թանկանում է նոր, եթե դու այսօր հնարավորություն ունես 16 միլիոն, Գագիկ ջան, ներողություն, 16 միլիոն գումար ծախսես մի մեքենայի վրա, դա նշանակում է, որ մարդկային կյանքը քո պետության մեջ թանկանում է, բարձր է։ Բա իհարկե, արժեք ունի։ Հələ մի հատ իրոք ծուր նստենք, դուս խոսանք շուտ եմ ասելու։ Մենք կարող է սրանից մի 10 տարի առաջ այդպես գումար ծախսվեր, եղածս գիտեղ չէր հասնում։ Մեր հեռուստատեսության աշխատողներից մեկը գնացել էր հավաքակայան, այդ զինկոմիսարիատ, հայ, այդպես ես հետաքրքրվեցի, ոնց է հիմա, ասենք, այդ մեր սպաների կեցվածքը բանը, ասում է անհամեմատելի մի բան, ասում է բոլորը ձիգ, շատ կոկիկ հագնված, այն ամենակարևոր ասացի փորերի արկայություն, ասում է ոչ մի փոր չկար, աշխատավոճը, գրագետ, իհարկե ամեն ինչից ուրախանում ենք։ Իհարկե մենք տեսնում ենք ժամանակակից բանակ, ընդ որում ամենակարևորը այսօր ռուս-ուկրաինական պատերազմում մենք հասկանում ենք, որ այսօր գործ ունենք, այսինքն հաղթումա նա կամ ուժեղա նա, ով ունի բարձր ինտելեկտով, այո, շատ ճիշտ ցույց տվեցիր, եւ իհարկե տեխնոլոգիական հագեցվածությամբ սկսենք այդտեղից ԱԹՍ-ներով, դրոններով մնացած ամեն ինչ, այսինքն պատերազմը ամբողջությամբ փոխվել է։ Երկու բան է մնացել՝ հրթիռ եւ ԱԹՍ։ Հրթիռ ԱԹՍ լրիվ տեխնոլոգիաներ է, շուտով պատերազմներն արհեստանական բանականությունն է, էլի։ Իհարկե, մենք տեսանք, որից որ մենք այսօր մեզ կարող ենք այդտեղ էլ մի քիչ կարող ենք գլուխ չգովանք, ասենք համաշխարհային լիդերների մեջ դասին ենք կամաց։ Այո, եթե մենք հնգյակ ենք մտնում Եթե Գագիկ ջան, սրանից 10 տարի առաջ մեր համար երազանք էր համեմատվել Իսրայելի հետ, երազանք։ Ուտոպիա էր դա ընդհանրապես։ Ասենք բանով, զինվորական բնագավառում եմ էլի ասում։ Այսօր մենք արդեն դրա առաջի քայլերն ենք անում, Գագիկ ջան։ Ու արդեն գիտես ոնց մտնել ենք այդ քայլի, այդ ցուցակի մեջ ենք, սենց ասեմ։ Արդեն գիտես ոնց ճիշտ ուղին բռնել ենք։ Մնացածը գիտես ոնց որ մենք արդեն ինքներս համոզվեցինք, որ մենք կարող ենք դա անել։
որ մենք կարող ենք ճիշտ ուղու վրա ենք։ Ու դրա ապացույցները շատ են։ Բռնած սնունդներից այն օրը չէ, մի քանի օր առաջ էր, որ նոր բանը կազարմա ոնց է հայերեն, որ զինվորը նոր զորամաս էր։ Մի հատ զորամասում որ ցույց էին տալիս, որտեղ են քնում մարդիկ, ինչ նայում ես ոնց որ հյուրանոցի համար լինի արդեն։ Հա։ Ես ու դու սովետական բանակ ենք ծառայել, մեր այնքան ամբողջ աշխարհը գովում էր, չէ՞, սովետական բանակը։ Ոնց որ բանին գնչուին աստծու հետ համեմատես։ Դե սննդի տեսականին, զորանոցային պայմանները, ինչի մասն է խոսքը, ընդհանրապես համատելու ոչինչ չկա։ Մի հատ Գագիկ ջան, փոքր հուշում անեմ։ Գիտես ինչ, այն աստիճանի ուժեղ լավ է ամեն ինչ, որ ընդդիմություն կոչեցյալը, հələ որ ոչ մի վատ բան չի խոսում բանակից։ Պատկերացնում ես, չէ՞ ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում եմ ասեմ, այն աստիճանի է արդեն ամեն ինչը իր տեղը եկել sense կոպիտ ասած անգելու հունով գնում, որ դե բնական է, իրանք մի հատ sense իմ ասած ընդդիմություն կոչեցյալը գրասենյակ ունեն, որ առավոտի ծիրիգուն այդ գրասենյակը իրանց գործը դեզի մեջ ասեղման գալն է, չէ՞։ Որ ասենք հիմա այս 300,000-ը վերջացավ, հեսա մի հատ ուրիշ թեմա կբացվի, չէ՞։ Ադրբեջանցի մեկը մեկից պետք է մի բան բացվի, չէ՞, որ հանգիստ չմնան։ Իմիջիայլոց գիշերը մտածում էի, ասում էի, պատկերացնում ես աշխարհում ինչքան արհավիրք կա, կարողացանք հաղթահարել, արհավիրք ասելով նայի, ամերիկացու հետ լեզու գտանք, եվրոպացու հետ լեզու գտանք, վերջին ասած Թուրքի հետ լեզու գտանք, ադրբեջանցու հետ լեզու գտանք, Գագիկ ջան, ռուսի հետ փորձանում միջև հիմա շատ մարդիկ չեն հասկանում, կարող է եւ լեզու գտնենք, ասում են, էս ինչ անում, էս խի գնացին, այն մարդ այն կոպիտ ասած նստեք տեղներդ սպասեք, էլի, ուրեմն այդ բանը, դուք դիվանին նստած ավելի լավ գիտեք, քան այդ մարդը ընդ մեջ է, ինքը չգիտի, ուր գնա, ինչ անի, երբ գնա։ Նույնիսկ իր հետ հետո, sense մի բան ասեմ իմ կարծիքը, էս որ գնում գալիս է, հիմա նայ, Պուտինը վեճնի չի։ Պետք է այն որ ասում է, երկու հաղորդման օր է մնացել, չէ՞։ Բա դու բան չունենաս, տերիտորիա չունենաս, այդե ոտատեղ, որ մյուս գալացող կառավարության հետ կարող է ուրիշ ձև, ուրիշ լեզու գտնել։ Վերջը ինչ ասեմ, հիմա չմտնենք, այտենց դրեմ իս պրոֆեսորի տեղ, բայց ուզում եմ ասեմ, բոլորի հետ լեզու գտանք, Գագիկ ջան։ Բացի հայի հետ, եղբայր, հայի հետ չեն կարող լեզու գտնել։ Դե դա ամենաբարդ հանգամանքն է, ընդ որում քեզ մի բան էլ ասեմ, տես գնալու արդյունքներից մեկն էլ այս Ռուսաստանը, որ այսօր սանկցիաներ է կիրառում հայկական գյուղատնտեսության եւ արտադրող, ասենք խմիչքներ արտադրող եւ այլն ձեռնարկությունների հանդեպ, այդ նույն Ռուսաստանը այսօր Հայաստանի բիզնես առաջարկ է անում, որ կլինի, որ ձեր ատոմակայանը ես սարքեմ։ Այո։ Կլինի, որ ես միանամ Տրամփի հետ։ Այս սրա մասին է պետք Ռուսաստանը չի եղու գազ ուղարկեց հիմա էլի քանի հազար տեքով բանով եկա։ Հա, ճիշտ է։ Մի ամբողջ շարժական մեղու գազը։ Ուղղակի իմ ասածը գիտես ինչն է, Գագիկ ջան, այսինքն գիտես ոնց։ Հիմա դու կարծում ես թե այս մեր պետության մեջ կա ինչ-որ մեկը, որ Փաշինյանից շատ է մտածում մեր ազգի մասին։ Ես դες մարդ չեմ ճանաչում, ես քեզ լուրջ եմ ասում։ Այսինքն ինքը չգիտի իր քայլերը ինչ անում, ինչի համար անում։ Իհարկե կամ գիտի ինչ, ասենք առավոտից այն աստիճանի ամեն ինչը եկել հասել, որ ասենք ինչ են ուզում, որ գնաց այնտեղ, եթե պիտի ամեն ինչ առավոտից իրիկուն բացատրվեր, հեն այլ խենք կոչվում հանդիպում փակ դռների հետևում։ Այսինքն պետության բաներ կա, որ դու իրավունք չունես։ Դա միակողմանի չի։ Դու չես կարող ասես այդտեղ պատմես, ասես ամեն ինչը ինչ է կատարվել։ Դա իմ քո ուզելով չի։ Այդ պայմանագրերը միակողմանի չեն, չէ՞։ Դա երկկողմանի է, որ իրավունք չունես ասել։ Ամենակարևորը նաև, որ կամած մեր գիտակցության մեջ մտնում է օրենքով շարժվել, օրենքով առաջնորդվելը։ Հիմա ես օրինակը բերեմ, այն ինչ որ տեղի ունենում հիմա
Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի կամ գործարար Գագիկ Ծառուկյանի հետ։ Ես հեսա վերջացնես օրինակ բերեմ։ Ես երեք տեսանյութ տեսա, որտեղ ինքը ընդունել էր մի հայտնի ճակերտներում բլոգեր կա, կին, իբր թե խոհարար կամ չգիտեմ ինչ, անունն էլ չեմ ուզում տամ, որ ռեկլամ չլինի իրեն համար, հա, էլի, ու ինքը իրեն ասում է, ես ինչ որ տենում ես, սաղ ես եմ խփել։ Ու գիտես ինչ, այդտեղ այդ եղած այդ կենթանիների խրտվիլակների հասարակության հիվանդության բան կա, չէ, բացի է, չէ որ այդ կենթանիների 80%-ը կարմիր գրքային կենթանիներ են։ Այսինքն այդ կենթանիներին կրակել, սպանել, որս անել, որսի մատերիալ սարքերը ինքնին արդեն օրենքի մեջ չի տեղավորվում, օրենքի տրամաբանությանը ենթակա չի։ 2012 թվականին թագավորի հիմա Ֆիլիպի հայրը Խուան Կարլոս առաջինը 2012 թվականին գնաց Բոտսվանայում որսի։ Հա։ Չգիտեմ, այդ պատմությունը գիտեք ինքը ինչի հիմա թագավոր չի։ Ինքը գնաց Բոտսվանայում որսի, փղի որս էր գնացել, նկար էին հրապարակել, այդ փղի որսի ժամանակ ընկավ բանը, այդ կոնք են ասում, օմբը, ինչ են ասում։ Հա, հենց կոնքը, հա։ Կոնքը կոտրեց վերջը, երկար բարակ որ չասեմ, հասարակությունը, որ թագավորը գնացել է որսի, հիվանդանոցից հենց դուրս եկավ առաջի բանը ամբողջ ազգի առջև ներողություն խնդրեց, թագավորը գիտես ինչ ասեց, բառեր ասեմ հատատ, ասեց շնորհակալություն անձնակազմին, որ ինձ համար ամեն ինչ արեցին, որ հիմա կարողանում եմ քայլեմ, բայց առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրեմ բոլորիցդ ու ասեմ, որ ես սխալվել եմ, ես ձեզ խոսք եմ տալի, որ դա չի կրկնվի, ու գնաց իր գահանկացության պրոցեսը, ազգը, ժողովուրդը իրան չներեց, Հիմա նայ, ինչ եմ ասում, հասարակության մեջ հիվանդ հասարակությունը տենց բաների հետ։ Նայ, հիմա որ նայում ես, ասենք մենք այդ քո ասած միտքն եմ էլի շարունակում, իրոք բանով, տելեպաթիայով իմ գլխի մեջ էլ կար էլի այդ թեման խոսալը ու դու բացեցիր։ Հիմա նայ, այս մարդը դուրս է եկել այդ իր այն խոսնակներից չէ, իր թիմակիցներից մեկը կա անունը չգիտեմ, որ եք սենց անում, ասում է, երեք նայեցի մի պահ, ասում է, չեն էլ ամաչում, բանը, որսի է էլի գնացել մարդը, ինչ արել, հասկանում ես, այսինքն ինչ է այդ հիվանդը հասարակությունը, ինչ որ մասը, այդպես մտածողը, հա։ Մտածող այդ մասան, գագի չէ ոնց կարելի ասած քեզ կարմիր գրխի մեջ եղած, դու քանակը տեսար Ես 56 տարեկան տղա եմ, ես ոչ միտեղ ստեղ ռեստորան կա ճանաչված, շատ ճանաչված ռեստորան է որսորդների Մադրիդի, իմ քաղաքից Մադրիդի ճանապարհի վրա։ Այդ ռեստորանը, որ մտնում ես, այդքան խրտվիլակ ինքը նայ, մի 85 տարեկան է, պատկերացնում ես ինչեր կտեսած կնասեն գլուխները, ցլերի, բաների այդ վարազների, եղնիկների, այդ քանակությամբ խրտվիլակ չկա տեղ։ Դու պատկերացնում ես այդ մարդը սպան արել, գիտես ինչ, իր այսօրվա իր հոդվածները համ դրա պատճառով չեն բռնել, բայց մարդիկ գիտես ինչ են մտածում, ասում են այդպես բանի համար խի մարդուն տանում դատում են, այսինքն Գագիկ ջան, մի հատ եկեք էսենց մի հատ բան ասենք, պատկերացրա մի հատ արկղ ենք սարքում էլեկտրոնային ու էլեկտրոնային փոստի էլի, ու ասում ենք անոնիմ, բոլոր այն մարդիկ, որ Գագիկ Ծառուկյանի, խոսքի Ռոբերտ Քոչարյանի, չգիտեմ, ում անունները որ ուզում ենք տանք, իրանց պատճառով Հայաստանից հեռացել են։ Անոնիմ, որ ասենք մեր ազգի մեջ կա, չէ՞ մի քիչ այն որ ասում է գործ տվող ես, ես իմ ինչ ես։ Ինչքան ճակատագրեր են խորտակվել, ճակատագրեր։ Նայ, սենց մի կողմից որ խոսանք ես ու դու, որպես մարդ նայում ես, ասենք գալիս են 150 կիլոանոց մարդուն ինչ որ ճանաչված դեմք, բանը գետնով պոլով են տալի ու տանում են քաշտալով, ինչ որտեղ sense նայում ես, չէ, որպես մարդ
Ինչ որ խղճի բան է, ասենք դու ես այդ կադրերը տեսես Սադամ Խուսեյնին, որ գցին պարանը վիզը կախելու, ինչ որ պա, որպես մարդ, չէ, մեջը խղճի բան առաջանում։ Հա, ինչ որ բան կոտրվում է մեջը, հա։ Կոտրվում է, հա, դե մարդ ես էլի, հերը քեզնից են որ ասում է մարդ ես էլի, չէ, սիրտ ունես։ Այո։ Բայց որ նայում ես մի հատ հետ, ասում ես, լավ, այս մարդ կոչեցյալը ինչեր է արել ժամանակին։ Գագիկ ջան, ինչքան ճակատագրեն են խորտակվել։ Այդ պալատները ինչ ոսկորների վրա են պատրաստվել։ Ես հենց դրա համար էի ասում Գրիգոր ջան, չէ՞ որ այդ ամեն ինչը գալիս է, այսենց հակնում է, կպնում է օրենքին եւ օրենքը չպահելուն, հա։ Այսինքն կարելի է եղել անել այդպես, հնարավոր է եղել անել այլ կերպ, հնարավոր է եղել չմուծել հարկեր, այս մենակ Ծառուկյանին չի վերաբերվում, ընդհանուր անցած 30 տարիների գործող համակարգին է վերաբերվում։ Մի աղբերս Ուզմանի, չգիտեմ, որոշ տղա Ուզմանին եմ ես։ Անցած հաղորդման ժամանակ որ խոսացին Գագիկ ջան, որ ասեցի պետությունը դա մի մեքենա է, որ ինքը ունի պատժիչ ու ախր Գագիկ ջան, դու ո՞ս կարաս դուրս գաս այսօր, այդ որ ասես բերեմ գցեմ վանդակս որ ծայրուցի հետ։ Այստեղ հարցը անձին չի է Փաշինյանի, որ դու տես բան։ Դու ասում ես պետությանը, դու պետության ներկայացուցիչին, դու պատկերացնում ես մարդը, ես գիտես ինչի վրա միշտ ապշում։ Ասում ես մարդիկ այդ ուղեղով ոնց են եկել հասել այդ հարստությանը։ Այն մյուսն էլ ասում է, այսը երեք խոսում էր, ասում է Գագիկ Ծառուկյանը բան տղա է, կազմված ասում է, իրան կոտրելը դժվար է։ Հələ դու պատկերացնում ես ինչը մտածելակերպ է, էլի։ Այսինքն պետությունը իրանց խոսքը մուսկուլների մասին է։ Մուսկուլների, բայց սիլա ես Սումանինադը, այդ բանն է, սիլայի բիձենգի ես Սումանինադը։ Գագիկ ջան, այսինքն գիտես ինչ է նշանակում։ Պետությանը գիտես ոնց են նայել։ Իրանց մոտ բնած դա։ Իրանք նայել են Հայաստանի Հանրապետությանը ինչ որ մի տղու, որի հետ կարելի է նստել հարց լուծել, եղբայր։ Չեն նայել որ պետք է, դրա համար իրանք չեն պատկերացնում, որ այդ արդեն պետություն է կազմավորվել։ Դու չես կարա պետության հետ այտենց խոսած, եղբայր։ Գրիգոր ջան, դեմոկրատիա, ժողովրդավարություն, այդ ահա գալի որ պետությունը այդ ամեն ինչը ծալում դնում է մեյան ու մեքենան, բաժիշ մեքենան սկսում է աշխատել, եղբայր։ Դու չես կարա, դու ով ես որ պետության դեմ այտենց այդ ձևի արտահայտություններ անես, եղբայր։ Բա դրա համար դի պատասխան տաս։ Ուղի կասկածում ես մի վարքյան որ հեսա հերթով, եղբայր, հերթով գնալու են։ Ու թող ժողովուրդը մի բան իմանա, այս ինչ կատարվում է, դա հենց իրանց պահանջն է։ Իրանց պահանջն է, Գագիկ ջան։ Այս բա որ միջև հիմա, եթե այսօր 40%-ը ձայն չեն տվել, այդ 40%-ից 30%-ի պահանջը գիտես ինչն էր։ Հենց ինչ որ հիմա կատարվում է, դա էր, եղբայր։ Դա է որ հիմա պետք է մարդիկ պատասխան տան, այդ մարդիկ էլ չեն դրանք իմ համար։ Եվ մեր եթերաժամը էլի հաջողությամբ ավարտվեց, հասցրեցինք խոսալ մի երկու թեմայի շուրջ, մենք ունենք 1 րոպե ժամանակ, դու ինչ որ առաջարկություն ունեիր, եթե դա ուժի մեջ է կարող ես ասել, անցած անգամ մենք հեռախոսով խոսում էինք, կապված արտահանումների, մրգեղենի արտահանումների թե ինչ։ Այո, Խնդրեմ այդ 1 րոպեի մեջ տեղավորվես։ Շատ կարևոր է այդ բանը։ Ես այսպիսի առաջարկ ունեմ անհատներին, բաներին, ֆիրմաներին, ես մեծ կապեր ունեմ ստեղ Գագիկ ջան, շուկա կա, կոչվում է Մերկա Մադրիդ, այսինքն շուկա Մադրիդ։ Ինքը այնքան մեծ է, որ կարող եմ ասեմ Երևանի 1/3-ի չափ է, էլի, տենց մեջ ավտոբուսներ են աշխատում, շատ ահռելի մեծ շուկա է։ Ես այդտեղ մեծ կապեր ունեմ, եթե ինչ-որ մեկը յուրաքանչյուր իմ համար կապ չունի, առանց շահի բնական եմ, ես ժամանակ կգտնեմ դրա համար, ոչ մի տոկոս, ոչ մի բան ես դրա համար չեմ ուզում։ Ուղղակի իմ համար ամենամեծ պատիվը կլինի, որ ես կարողանամ օգնեմ, եթե ուզում են կապեր, նմուշներ կարան ուղարկեն, գումար չծախսեն, գան հասնեն ստեղ, նմուշներ ոնց ուզում են ճանապարհը գտնեն, ուղարկեն, ես գնամ, գտնեմ, խոսամ, ինչ հնարավոր է ամեն ինչով։ Իմանան ինձ հետ կապնվելը Գագիկ ջան շատ հեշտ է, դե Էհա Facebook-ն էլ կա ու կա, բնականաբար։ Ինչ եմ ուզում ասեմ, թող 24 ժամ, 25 ժամ օրվա մեջ, դա իմ համար ոչ թե ուրախ կլինեմ, պատիվ է, եթե ես կարողանամ ինչ-որ մի լումայով օգտակար լինեմ, ու էլ եմ ասում, շատ մեծ կապեր ունեմ ես։
ամեն բնակավարում կապված այդ արտահանման շուկայի անեց մեծ շուկայա, խոսքը գնում է բանի սնունդի բանջարեղեն, մթերք, այդպես Հա, բանջարեղեն, բարի բուն մրգերի մասին է իմաստով խոսքը շուկա գնում։ էլի, հա։ Մեծ շուկա, մեծ, ահռելի։ Մադրիդը դե մենակ Մադրիդը Իսպանիայի սիրտն է։ Ստեղից են ամեն նայեք, զարմանալու մի հատ բան ասեմ, Մադրիդը ծովից օվկիանոսից ամենահեռու տեղն է, բայց ամենաուժեղ ձկնամթերքը առաջինը գալիս է Մադրիդ նոր ստեղից, հա, թարմ, հենց նավերի մեջից միանգամից գալիս է ստեղ։ Ինչ եմ ուզում ասեմ։ Իմացեք, շատ մեծ շուկա ունենք Մադրիդում, Բարսելոնում էլ ունենք կապեր, բայց ես անձամբ Մադրիդում։ Թող կապնվեն, թող ով ուզում է ինչ-որ մի բան ուզում արտանելու, նմուշը ուղարկի, ես էլ ստեղից կօգնեմ, կասեմ ինչ ձևով, ինչ փաթեթավորումով, ինչ բանով, բերեմ հասցնեմ, միջև իրանց իրար հետ կապեմ ու մարդիկ սկսեն աշխատել։ Ես դրա համար էլ կրկնում եմ, ոչ մի շահ չունեմ ֆինանսական, ոչ մի իմ շահը իշքան իմ Հայաստանից, իմ երկրից իշքան շատ ապրանք արտահանվի, այդ իմ ամենամեծ շահն ու շնորհը մի բան էլ ես շնորհակալ կլինեմ այդ մարդկանցից։ Շնորհակալություն։ Ստեղի մարդկանց էլ տանել, պատիվ տալնել, դա էլ իմ վրա։ Շնորհակալություն Գրիգոր ջան։ Բոլորից Շատ շնորհակալություն պոզիտիվ թեմայով էլ ավարտենք։ Ահա այսքանը հիշեցնեմ, որ Երևան-Մադրիդ ձևաչափով ուղիղ կապի մեջ էի Գրիգոր Գրիգորյանի հետ, ամենայն բարիք ձեզ։